Մայիսի 1-ն աշխատանքի եւ աշխատավորների համերաշխության միջազգային օրն է։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով 2025 թվականին 2024-ի համեմատ Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է 0.6%-ով, կազմելով 12.8%։ Աշխատաշուկայի պակասը հատկապես նկատելի է մարզերում, դառնալով արտագաղթի հիմնական պատճառ։ Այս մասին է վկայում նաեւ Armenia Today-ի 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մարտ ամիս Հայաստանի Հանրապետությունում անցկացրած մոտ 8000 հարցումը 18-ից 60+ տարիքի քաղաքացիների շրջանում։ Մինչ իշխանությունները նշում են աշխատատեղերի ավելացման մասին, ընդդիմությունն ընդգծում է, որ ծայրահեղ աղքատության ցուցանիշը վերջին տարիներին ավելացել է, մասնավորապես Տավուշի մարզում հասնելով մինչև 39.9%-ի, Վայոց ձորի մարզում մինչև 30%, Շիրակի մարզում 43%, Կոտայքում եւ Արմավիրում մինչև 27%։ Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանում, թե ինչպես են գնահատում աշխատանքի հասանելիությունը տարբեր տարիքային խմբերի քաղաքացիները։ Աշխատավարձը որքանով է բավարարում իրենց կարիքները հոգալուն եւ որոնք են ներկայիս աշխատաշուկայի հիմնական խնդիրները։ Հեշտ դժվար կլինի ասել, որ հեշտ է հաջողվել, բայց ամեն դեպքում հաջողվել է։ Խնդիրները նոր ավարտների համար շատ հաճախ ստաժի բացակայության հետ են կապված, դա երևի հիմնական խնդիրներից մեկն է, երբ որ ուսանողը ավարտում է համալսարանը ու բախվում է այդ պատնեշին, որ ստաժը անհրաժեշտ, որպեսզի կարողանա աշխատանք գտնել, բայց ընդհանուր առմամբ կարծում լավ մասնագետը կարողանում է աշխատանք գտնել։ Արդյոք ձեր վարձատրությունը բավարարում է թեկուզ մոտ ապագայի պլաններ կազմելու համար։ Դե դժվար հարց է։ Մոտ ապագայի պլանները ասված է ինչ է, բայց ամեն դեպքում միշտ փորձում ես կատարելագործվել ու միգուցե նաև աշխատանքի հնարավորություններ գտնել այդ։ Այո, ես աշխատում եմ։ Ձեր աշխատավարձը բավարարում է ապագայի պլաններ կազմելու համար։ Ոչ, շատ քիչ է աշխատավարձը, ճիշտն ասած, ես ոնց հասկացել եմ Հայաստանում շատ վատ եմ վարձատրում։ Եթե 6000 դրամի խաթեր, 7000-8000 դրամի խաթեր լեզուների բոլոր իմացություններն են պահանջում, պետք է ավելի բարձր մակարդակի վճարել։ Եթե դու անգլերեն ես մարդուց ուզում, դու ռուսերեն, հայերեն, բոլոր լեզուների իմացություն, ուրեմն դու պետք է դրա համար բարձր վճարել։ Այո։ Հա, ունեմ։ Գոհ եք ձեր աշխատանքից, հերիքում է, որ օրինակ ապագա պլաններ կազմեք։ Ինչն է հերիքում է։ Բոլոր աշխատավորներին եմ շնորհավորում, որովհետև մայիսի 1-ը դա աշխարհում է տոնվում բոլոր աշխատավորների տոն որպես միջազգային օր է։ Ամեն դեպքում մարդկանց միշտ էլ քիչ է ֆինանսը, չի հերիքում։ Ով կոնկրետ եկամուտ ունի, երևի հերիքում է, ով կոնկրետ չունի պատահական եկամուտներով ապրում, կարծում եմ նրանց չի հերիքում։ Տնտեսագետ հաշվապահ եմ, բայց մասնագիտությամբ չեմ աշխատում։ Փողերի հետ հեշտ է աշխատել։ Երևի հաճելի զբաղմունք։ Ես անձամբ արդեն 70 եմ եսալնում, ամեն ինչը տեղին է, բայց 45-ից ցածր դիլնես, որ գործ ընդունեն։ Ու մտիմը տենց են ասում։ Դուք այսօր էլ կարող եք աշխատել։ Ինչ աշխատանք օրինակ կուզեք անել։ Ես ինժեներ մեխանիկ մարդ եմ, ինչ ասեմ, ամեն աշխատանքն նույնիսկ բանվորություն էլ կարամ անել։ Բայց այսօրը թոշակը, ստիս այդ թոշակով յոլա են գալիցյանի։ Դե պատասխանատու աշխատանք է, ուրիշի բալիկին մեծացնելը, բայց սիրով եմ անում, քանի որ եթե չսիրես չես կարող պահել ուրիշի երեխային։ Դժվար է իհարկե, բայց հաճույքով եմ անում։ Այսօրվա վարձատրությունը հերիքում է մարդկանց ապագա պլանավորելու համար։ Ապագայի համար վարձատրությունով խոսելը մի քիչ իրական չէ, բայց ապրելու համար կոնկրետ իմ աշխատանքը ինձ բավականացնում է։ Մենք թոշակառու ենք արդեն 70-ը անցենք, նենց որ աշխատանքի խնդիր չունենք այդ առումով։ Կասեք, ինչ եք եղել մասնագիտությամբ, կհիշեք ձեր առաջին աշխատավարձը, որքան է եղել, ինչի համար եք ծախսել։ Ես ինչ իմանամ, այն փողերով չեմ էլ հիշում։ Տնտեսագետ եմ եղել։ Ինչքան է ստանում։ Դրամ այն ժամանակ դրամ չէ, ռուբլի էր։ Երևի մի 120 ռուբլի է։ Նորմալ է, քույրիկ չէ։ Իսկ կասեք, ձեր աշխատանքը բավարարում է, որպեսզի մոտ ապագայի թեկուզ պլաններ կազմեք։ Ոչ։ Ցածր աշխատավարձ։ Շատ գոհ եմ ու շատ հպարտությամբ գալիս եմ գործի, շատ ուրախ։ Ինձ նոր մտածում էի, որ այսօր իմ օրն էլ է, որ աշխատում էի մագուր։ Էլ բան
Շատ ապրեք, իսկ կասեք, հեշտ է, օրինակ, ենթադրենք, եթե ոչ երիտասարդ եք, աշխատանք գտնել, ձեզ հեշտ է հաջողվել գտնել աշխատանք։ Ինչպես։ Հիմա հեշտ է, հա։ Մի որոշ տարիներ առաջ երիտասարդ ժամանակ չէի կարող գտնել, բայց հիմա գտնում եմ։ Առաջ աշխատավարձս 120 ռուբլի էր, ստացել եմ 1965 տվին։ Ո՞նց եք ծախսել։ Մամայիս եմ տվել։ Ինչ եք, օրինակ դուք միջև որ տարիքն եք աշխատել։ Ես շատ երկար ժամանակ եմ աշխատել, մինչև ասեմ ձեզ 80 տարեկան աշխատել եմ մինչև։ Հա, աշխատում եմ։ Գոհացնում է ձեր աշխատանքը եւ բնույթը եւ վարձատրությունը։ Բնույթը հա, վարձատրությունը ոչ։ Կասեք, ինչ խնդիրների եք հանդիպել աշխատանք գտնելու ընթացքում կամ ինչ է ձեզնից Ես պահանջվել։ վաղուց եմ աշխատում դպրոցում, օպերատոր եմ որպես, ինձ դուր է գալի իմ աշխատանքը։ Բոլորիս մայիսի 1-ը շնորհավոր լինի։ Շնորհակալ եմ, աշխատում եք այդ հատկապես աշխատող մարդու օրը։ Այո, իհարկե աշխատում ենք։ Ինչ խնդիրներ կան այսօր մեր աշխատաշուկայում, կարող եք ասել։ Այ աշխատուժի խնդիր կա երևի թե։ Աշխատանք կա, աշխատուժ չկա։ Եթե աշխատուժ լիներ, բոլոր ցանկություն լիներ աշխատելու, այսքան հնդիկներ չէինք ունենա։ Ես ճիշտ ասած իմ աշխատանքից շատ գոհ եմ, խնդիրներ չկա, որ լինում էլ է մեր կազմակերպությունը կարողանում է շատ լավ լուծել, բայց ընդհանուր խնդիրներ կան, կուզեմ, որ բոլոր աշխատավորներին նախ շնորհավորում եմ բոլորին այս գեղեցիկ տոնի արդիվ, աշխատանքը գեղեցկացնում է մարդուն եւ կուզեմ, որ բոլորի համար լավ աշխատատեղեր լինեն, լավ աշխատանքի պայմաններ լինեն, աշխատավարձներ լինի այնպես, որ կարողանան մինիմում իրենց կարիքները բավարարել։ Հեշտ չի, բայց հիմա դա է պայմանները։ Ուրիշ բան բոլոր տեղերն էլ այդպեսին են։ Այսինքն չեք դժգոհում, չեք։ Չէ, բացարձակ։ Իսկ ինչ խնդիրներ կան այսօր ըստ ձեզ աշխատաշուկայում։ Շատերը ասում են, շատ աշխատատեղեր կան, բայց աշխատել ցանկացողներ չկան։ Համամիտ եք։ Հա, կարա լինի։ Որտեղ այսօր պայմանները ունեցա, որ համարյա բոլոր տեղերն էլ աշխատանք կա։ Նայած ում ինչ աշխատանք է ձեռ տալի։ Առաքման բնագավառում եք, կասեք ամենամեծ դժվարությունը որն է։ Ու երևի պրոբկեքը։ Չունեմ կարիքը։ Աշխատելու կարիք չունեք։ Ոչ, դեռ չէ։ Ժամանակը կգա կաշխատեմ։ Ուրեմն որ ես էդի հիշեմ, պետք է հասնեմ 65 թիվ աղջիկ ջան։ Այնտեղ ես կանազում ընդունվել եմ աշակերտ որպես էլեկտրոմեխանիկի ու ստացել եմ, չեմ հիշում հիմա ինչքան, դա իմ առաջի աշխատանքն ու աշխատավարձը ասա։ Բարիստայի աշխատանքը, որի մեջ ներգրավում են յուտեր, քամած յուտեր, ֆրեշներ, սուրճեր եւ այլ տարբերակներ։ Հատկապես ամռան ամիսներին զովացնող։ Այո, հիմնականում ամռանը ավելի գոհացնող է, քան ձմռանը։ Իսկ աշխատանքը ձեզ որքանով է գոհացնում, թե բնույթով, թե վարձատրությամբ։ Գոհացնում է, որտեղ արդեն 3 տարուց ավել այս ոլորտի մեջ եմ։ Խնդիրներ գրեթե չկան։ Աշխատանք պետք է լինի։ Աշխատանք գտնելու պահանջների շուկայի հետ կապված։ Դե մարդիկ պահանջներ միշտ ունենում են, բոլոր երկրներում են, զարգացած պետություններում են պահանջներ ունենում են։ Դուք աշխատանք ունեք, դա ձեզ երջանկացնում է։ Շատ։ Ես գործատու չեմ, ես ինքս եմ իմ համար աշխատում, բայց եթե լինեի գործատու, անհատական տվյալները մարդու հաշվի կառնեի առաջինը, ընդունակությունները, մասնագիտական ընդունակությունները։ Որոնք են ըստ ձեզ այսօր աշխատաշուկայում առկա խնդիրները։ Աշխատատեղերի պակաս կա, կարծում եմ։ Ձեր եկամուտը բավարարում է, որ դուք թեկուզ կարճաժամկետ ապագայի պլաններ կազմեք։ Դեռ ոչ։ Կարծում եմ զարգացում կա, բայց դեռ ոչ։ Աշխատողի համար դժվարություն չկա։